Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան և անդին, հայացք Երևանից հաղորդաշարի այս տարվա Անդրանիկ թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում իրականացրած գործողության և նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման ֆոնին չի բացառել նմանատիպ սցենարը նաև Կոլումբիայի համար։ Նա հայտարարել է, որ Կոլումբիան նույնպես շատ հիվանդ է, այն ղեկավարում է հիվանդ մարդ, ով սիրում է կոկային արտադրել և դա վաճառել Միացյալ Նահանգներին, և նա չի կարող դա անել երկար ժամանակ։ Հարցին, թե արդյոք սա նշանակում է Կոլումբիայի դեմ հնարավոր ռազմական գործողություն, Թրամփը պատասխանել է, որ հարցը լավ է հնչում։ Նշենք, որ ԱՄՆ մեղադրանքների ի պատասխան Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի դեպքում։ Թրամփը նաև հայտարարել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելիս Ռոդրիգեսը կարող է ավելի մեծ գին վճարել, քան Նիկոլաս Մադուրոն, եթե նա չանի այն, ինչ ճիշտ է։ Դրան ի պատասխան Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Ռոդրիգեսը ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել համատեղ օրակարգի շուրջ։ Մենք առաջնահերթություն ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների առաջխաղացումը հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտելու սկզբունքների վրա, նշված է նրա հայտարարությունում։ Քաղաքական գործիչը նաև ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշելով, որ երկու ժողովուրդները և տարածաշրջանը արժանի են խաղաղության ու երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Խոսելով Մեքսիկայի մասին, Թրամփը այնտեղ իրավիճակը կրկին կապել է իր թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ և ակնկալել, որ Միացյալ Նահանգները կարող է մեծացնել ճնշումը Մեքսիկայի իշխանությունների վրա, եթե թմրանյութերի փոխադրումների դեմ պայքարում առաջընթաց չգրանցվի։ ԱՄՆ նախագահը նաև խոսել է Կուբայի մասին, նշելով, որ այդ երկիրը իր կարծիքով անկման եզրին է, քանի որ կուբացիներն իրենց ամբողջ եկամուտը ստացել են Վենեսուելայից ու վենեսուելական նավթից, իսկ այժմ զրկված են դրանից։ Սպիտակ տան ղեկավարը նաև մեկնաբանել է Իրանում ստեղծված իրավիճակը, որտեղ շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է զարգացումներին ու պատրաստ է կոշտ արձագանքել, եթե ցույցերը բռնի կերպով ճնշվեն։ Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կղզու վերաբերյալ արված մեկնաբանությունները, որոնք արվել են Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության քննարկման ֆոնին։ Երկու վարչապետերը հայտարարություն են տարածել, որոնցում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարություններն անընդունելի են։ Լիովին անիմաստ է խոսել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի բռնազավթման մասին։ ԱՄՆ-ն իրավունք չունի բռնազավթել Դանիայի թագավորության կազմող 3 երկրներից որևէ մեկին, հայտարարել է Դանիայի վարչապետ Ֆրեդրիկեսը։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆեդերիկ Նիլսենը, նշելով, որ երբ Միացյալ Նահանգների նախագահն ասում է «Մեծ Գրենլանդիան պետք է» և դա անում է Վենեսուելայի ռազմական միջամտության խորապատկերին, դա ոչ միայն սխալ է, այլ նաև անհարգալից։ Նշենք, որ Դանիային աջակցություն են հայտնել նաև Եվրամիության մի շարք անդամ երկրներ՝ Ֆրանսիան, Շվեդիան, Ֆինլանդիան և այլն։ Մասնավորապես Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրը հայտարարել է, որ սահմանների ուժով փոփոխությունը անընդունելի է և որ այդ հարցը պետք է որոշեն իրենք գրենլանդացիներն ու դանիացիները։ Համաշխարհային լրահոսից անցում կատարենք տարածաշրջանային նորություններին։ Նախորդին Ադրբեջանը և Թուրքիան 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Նախարարը նշել է, որ ըստ այդ համաձայնագրի 15 տարվա ընթացքում Կասպից ծովի Աբշերոն հանքավայրից տարեկան կտրամադրվի 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2029-ին ու կգործի մինչև 2040-ական թվականները։ Բայրակթարը նաև նշել է, որ օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները, այդ գազը Թուրքիա կհասցվի Բաքու, Թբիլիսի, Էրզրում գազամուղով։ Նախորդին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու է ժամանել Օքլահոմայից հանրապետական սենատոր, ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ Մարկվեյն Մալնիի գլխավորած պատվիրակությունը։ Մալնին համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր և հավատարիմ զինակիցներից մեկը։ Պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հայտարարել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին։ Ալիևը խոսել է
նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին, շեշտելով Բաքու-Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը ու նշել ԱՄՆ նախագահ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է նաև Հայաստանի հետ առևտրի հաստատման ու տրանսպորտային կապերի զարգացման կարևորությունը։ Խոսելով TTIP-ի մասին, նա նշել է, որ այն նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար։ Հիշեցնեմ, որ օրերս նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր հայտարարել, որ 907-րդ բանաձևի պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։ Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են ընդլայնվել, տարածվելով երկրի ավելի ու ավելի շատ շրջաններով։ Կիրակի երեկոյան Քարաջ քաղաքում ցուցարարները այրել են իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհլան Խոմեյնիի եւ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պատկերներով պաստառը։ Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։ ՌԱՆ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 8-րդ օրը եւ տարածվել են 26 նահանգների 78 քաղաքների 222 համայնքներում։ Հաստատված հաղորդագրությունների համաձայն զոհերի թիվը հասել է 20-ի, այդ թվում զոհվել 19 քաղաքացիական անձ եւ 1 անվտանգության աշխատակից։ Վիրավորվել է առնվազն 51 մարդ, որոնց մեծ մասը ռետինե փամփուշտներից։ Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը երկրի մի քանի շրջաններում։ Շաբաթ երեկոյից ի վեր, ըստ տեղեկությունների, ինտերնետ ծառայությունը զգալիորեն վատացել է կամ ամբողջությամբ անջատվել այն տարածքներում, որտեղ բողոքի ցույցերը առավել ակտիվ են եղել։ Այս ամենի խորապատկերին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին նախորդին ելույթ է ունեցել Իմամ Ալիի ծննդյան եւ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 6-րդ տարելիցի կապակցությամբ։ Իր խոսքում նա ընդգծել է ազգային միասնության ամրապնդման անհրաժեշտությունը արևմուտքի հոգեբանական ճնշմանը դիմակայելու համար։ Խամենեին հայտարարել է, որ Իրանի հակառակորդների գլխավոր նպատակը բնակչությանը հուսահատեցնելն է, կասկածներ տարածելն ու ապագայի հույսից մարդկանց զրկելը։ Դիմելով իրանցի պաշտոնյաներին, Խամենեին ընդգծել է, որ արդարությունը եւ բարեպաշտությունը հաջող կառավարման համար անհրաժեշտ երկու գագաթներն են։ Նա կոչ է արել իշխանություններին երկխոսություն սկսել խաղաղ ցուցարարների հետ, բայց վճռականորեն ճնշել նրանց գործողությունները, ովքեր փորձում են անկայունացնել իրավիճակը իր շահ օտարերկրապետությունների։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, մնացեք առաջինի հետ։